Բարև ձեզ։ Ներեցեք դուք կողմ եք, որ Փաշինյանը ասում է Հայաստանի Հանրապետությունը դարդոդած պետությունից դարձել է ուրախ պետություն։ Չհասկացա։ Քիչ առաջ Փաշինյանը ասում էր Հայաստանը դարդոդած պետությունից դարձել է ուրախ պետություն։ Կողմ եք այդ գաղափարի հետ։ Օրինակ ինչպես եք նկատում այդ փոփոխությունը։ Ես պատերազմի մասնակից եմ 90-ականների ու տարիներով այդ ցավը տեսել եմ, ընկերներ եմ կորցրել մյուսին։ Իսկ այդ խաղաղությունն է փառկացու ես պատերազմ տեսնելով ես չեմ ցանկանում նորից պատերազմ կրկնվի։ Օրինակ ճիշտ եք համարում, որ ցեղասպանության հաջորդ օրը մեծ համերգ են կազմակերպում, քաղաքացու օր են նշում, խորոված փարթիներ են իրականացնում։ Դե հիմա էդի ասենք հաջորդ օրը կլինի, թե այն մյուս օրը կլինի, ես դրան այդքան բան չեմ անում։ Հա, հատկացանք, բայց դե մենք պետք է Անարգանք չէ՞ դա։ Դե հիմա որ մի շաբաթ հետո արվեց կասեիների անարգանք է, չէ՞։ Ասացիք ազատամարտիկ եք եղել, հիմա խաղաղության գաղափարին դուք կողմ եք, հավատում եք, որ ադրբեջանցիների հետ հնարավոր է խաղաղություն հաստատվի, իրենք մեր հետ կբարեկամանան։ Դա բարեկամության խնդիր է։ Մենք վերջի այս տարածքում ենք ապրում, այս տարածաշրջանում։ Պիտի հարևանների հետ մի կերպ լեզու գտնենք, հա, բայց պատադի չի մենք բարեկամներ դառնանք, չգիտեմ ես ինչ։ Պատմությունն է դա ապացույցում։ Բայց կա խաղաղություն հիմա։ Աղջիկ ջան, պատմությունն է դա ապացույցում։ Հիմա տես բոլոր մեծ պատերազմները սկսվել են Եվրոպայում, չէ, Եվրոպայից։ Գերմանիա, Ֆրանսիա։ Եթե ամեն դեպքում 300,000 ադրբեջանցիներ կան Հայաստան, հնարավոր է։ Դա մտածածին բան, այդպիսի բան չի լինի։ Ես անհնարին եմ համարում դա։ Իսկ օրինակ բանակում գնդերեցների վերացման հանգամանքին Չէ, դա չի վերացվել։ չկան գնդերեցներ։ Դա չի վերացվել, ուղղակի պայմանագրային ինչ-որ հիմունքներով է դա լինել։ Բայց պետք չէ զինվորականին, հոգևորականի աջակցությունը։ Պետք է։ Բայց ինչու վերացվեց։ Դե ես գիտեմ, որ չի վերացվել, դա ուղղակի պայմանագրային հիմունքներով է։ Այսինքն այդ գնդերեցները պայմանագիր են կնքում եւ գնում են ծառայության, այսինքն իրենց ծառայության։ Տեսեք, մենք հիմա իջմիածում ենք, հոգևոր մայրաքաղաքում ենք, ՔՊ-ի քարոզարշավի ցուցակում կա նաեւ եկեղեցու բարենորոգման այդ ծրագիրը։ Դուք ինչպես եք վերաբերվում այդ կետին։ Եթե պետությունն է բարենորոգում, եկեղեցին էլ պիտի բարենորոգվի։ Որտեղ մենք տարիներով տեսել ենք որոշ հոգևորականների ապրելաձևը, ունեցվածքը, պահվածքը։ Ես լրիվ համամիտ եմ, որ եկեղեցին էլ պիտի բարենորոգվի, թող բարենորոգվեն, ինչ ա եղել։ Ասացիք պետությունը։ Մենք հասկանում եք, մենք շատ էինք հեռացել եւ հավատքից եւ եկեղեցուց, որովհետեւ մարդիկ տեսնելով եկեղեցական այդ ծառայողների բարքերը, այդտեղ հիասթափության ինչ-որ բաներ էր առաջանում մարդկանց։ Այսպես որ բոլորն էլ պիտի բարենորոգվեն, իրենց բարքով, իրենց ամեն ինչով, ստաց սովորական քաղաքացու, վերջացած։ Տեսեք, իսկ դուք Էջմիածնի բնակիչ եք։ Այո։ Հիմա աշխատում եք ինչ-որտեղ։ Չէ, ես թոշակառու եմ։ Պատերազմի հաշվանդամ եմ, թոշակ։ Եկել այսօր միայնակ եկել Իմ տղաների հետ եմ, այստեղ եմ։ Շնորհակալ։